Երբ որ Զելենսկին մինչև Հայաստան այցելությունը Բաքու է գնում եւ այնտեղ այսպես ռազմաքաղաքական որոշակի համաձայնագրեր ու պայմանավորվածություններ է ձեռք բերում եւ ստորագրում, օրինակ համատեղ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման, դրոնների արտադրության եւ այլն, եւ գալիս է Հայաստան, Ադրբեջանի հարթակը չի օգտագործում հակառուսական որևէ պոլեմիկայի համար, որովհետեւ Ադրբեջանը ըստ էության այն իմ ասած գաղափարախոսության ներքո իրեն արգելում է կամ ռեկոմենդացիաներ չի տալիս, որպեսզի իր երկիրը օգտագործեն հակառուսական խոսույթի ամբիոն, հորդորել են իշխող։ Այո, դրանից հետո Հայաստանում տեղի ունեցող այս իրադարձությունների շրջանակներում, այսինքն այս գագաթնաժողովի անցկացման շրջանակներում ինքը հակառուսական ելույթ է ունենում եւ նաեւ ասում է, որ ինքը մայիսի 9-ի հետ կապված չունի որևէ բան, պարտավորություն չխախտելու Ռուսաստանի օդային անդորը։ Այդ նույն դրոններով, որը եւ այլն։ Կոշտ սպառնալից բան ասած։ Այսինքն Հայաստանը օգտագործվեց մի հարթակ, որտեղից դեպի Ռուսաստան գնացին սպառնալիքներ։ Դնենք մի կողմ, որ Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունների առումով դա շատ մեկ անգամ եւս քար էր գցում այդ հարաբերությունների վրա, եթե դրանք բովանդակային առումով դեռ մնացել են,